Ինչ է ակնկալում Ադրբեջանը սահմանում իրավիճակը լարելով։ Հատկապես վերջին օրերին ավելացել են շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ Մնում է Իրան ինչ որ անում է, շանտաժ։ Սահմանում զինադադարի պայմանագիրը խախտում է, զոհվում են մեր զինվորները, իր նպատակը դա է, որ ինքը մտցնի վախ եւ կազմալուծի մեր բանակը եւ մեր հասարակությունը։ Հաջորդ շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Բանակցությունների փաստացի դադարեցված լինելու իրավիճակում հայկական կողմը պետք է ներկայանա սեփական օրակարգով։ Առաջին պլանում պիտի մնա հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմի ներդրման հարցը։ Ադրբեջանական կողմը փորձելու է շրջանցել այդ որոշումը մեխանիզմների մասին եւ առաջարկելու է, ասենք թե բանակցությունների վերասկսումը։ Հայկական կողմը, ենթադրում եմ, նա այդ հարցը կդնի նորից, սկզբից սա, հետո բանակցությունների մասին։ Պաշտպանության նախկին նախարարը խորհուրդ է տալիս չանհանգստանալու ռուս-հայկական միասնական զորամիավորման ստեղծումից, բացառում է մի իրավիճակ, երբ ռուսները հայ զինվորներին կուղարկեն Սիրիա ահաբեկիչների դեմ կռվելու։ Հավաստիացնում է, այն ծառայելու է բացառապես Հայաստանի անվտանգությունն ապահովելուն։ Միայն ագրեսիայի դեպքում է գործում այս ամեն ինչը։ Խոսք չի կարող գնալ, որ այս զորամիավորումը գնա Սիրիա կամ այլ պետություն։ Բոլոր փաստաթղթերում եւ բազայի, եւ մեծ պայմանագրի, եւ այստեղ, ես հիմա ձեզ կկարդամ, գրված է Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։ Վերջ։ Բայց եւ որոշ դեպքերում բնական կհամարի, որ հայ զինծառայողները գործեն ռուսական հրամանատարության ներքո։ Այդտեղ գրված է տարբեր իրավիճակներում կարող է ղեկավարել կամ ռուսական կողմը, կամ հայկական։ Տարբեր իրավիճակ, եթե հարձակումը լինում է, ասենք թե մեծած լայն ծավալով, եւ ասենք թե մենք կարող ենք տրամադրել 10,000 մարդ, իսկ Ռուսաստանը 300,000, եւ գործում, ասենք թե Սևծովյան նավատորմը։ Ով պիտի ղեկավարի։ Վաղարշակ Հարությունյանը համարվում էր հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկը։ Արդյոք տարեվերջին կազմակերպության գագաթնաժողովում նման նշանակում կլինի։ Պաշտպանության նախկին նախարարը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։